Հանուն որ վաղաշապատի համար եք պետք։ Հանուն հզոր վաղարշապատի։ Որ վաղաշապատի ինքն է կառուցել։ Այո, իհարկե։ Պարոն Հարությունյան, երբ որ Պարոն Հարությունյան, երբ որ դուք ընտրվեք համայնքապետ, եկեղեցու դեմ արշավանքների մասով ձեր դիրքորոշումը ինչպիսին է լինելու։ Օրինակ, որ ձեզ դիմեն, ասեն թույլ տվեք, օրինակ, ինչ-որ գանք վերահանը գրավենք, միտինգ անենք վերահանի դեմ, դուք որպես քաղաքապետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Մայր Հայաստան կուսակցությունը սատարում է հայ առաքելական եկեղեցուն եւ մենք կանգնած ենք եկեղեցու կողքը։ Պարոն Հարությունյան, բայց այսօր իշխանությունները այսպես ընտրությունները պրոյեկտում են նաև այս եկեղեցու դեմ արշավի վրա, օրինակ ասում են, այ կտեսնեք մարդիկ մեզ կգնան ձայն կտան ու դա եւս մեզ երաշխիք կտա եւս մեկ անգամ, որ եկեղեցու դեմ էս կատարվողում մարդիկ մեզ հետ համաձայն են։ Այսինքն եթե ստացվի այնպես, որ ԿՊ-ն հաղթի, սա նաև ներկայացնելու են համաձայնություն որպես ուղղություն։ Ուրեմն տեսեք, ասեմ, մենք Մայր Հայաստան կուսակցությունով վաղաշապատ խոշորացված համայնքում արել ենք ստորագրահավաք, աջակցություն հայ առաքելական եկեղեցու եւ բնակչության 90% եւ ավելին կանգնած է եկեղեցու կողքը։ Բայց սա էլ ընտրություններ։ Եթե հավաք լինի, ամեն դեպքում չեք արտոնի։ Իհարկե ոչ։ Որ սկսեն ձեր դեմ օրինակ ինչ-որ ճնշումներ բանաստալ այդ դեպքում։ Նկատի ունեմ Ժողովուրդ, տեսեք ոնց է, մենք գիտակցելով ենք գնացել այս ամեն ինչին, այսօր որ մասնակցում ենք վաղաշապատ խոշորացված համայնքի դրություններում, միանշանակ մենք գիտակցելով ենք գնացել եւ չենք սատարում նրանց, ովքեր որ պիտի հարձակում կատարեն հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այսինքն պատրաստ եք նաև նրան, որ եթե ընտրվեք ձեր նկատմամբ Մենք միշտ մեր հայ առաքելական եկեղեցու կողքն ենք, անկախ ամեն ինչից, անկախ ձեր նշած գործ սարքելուց, չգիտեմ ինչից։ Մենք սատարում ենք մեր եկեղեցուն։ Անկախ նրանից կաթողիկոսը զավակ ունի, չունի, այդ մեղադրանքները կհաստատվեն, չեն հաստատվի։ Ժողովուրդ, անկախ նրանից, ով ինչ ունի, չունի, մենք մեր եկեղեցու կողքը կանգնած ենք։ Ես չեմ կարծում, որ պետք է ինչ-որ անձնական նայել այդ հարցին։ Կոալիցիայի հետ կապված, դուք ընդդիմադիր որ դաշտի հետ եք, որ ուժերի հետ եք պատրաստ կոալիցիա կազմել։ Մենք նշել ենք այն ուժերը, որոնք իրականում ընդդիմադիր են, մենք պատրաստ ենք։ Չենք բացառում մեր կոալիցիա կազմելը։ Գյումրիում տևական քննարկում եղավ, չգիտեմ, համի վերջո ընդդիմությունը հիմա էլ ասում ստիպված ձայնը տվեցին, եթե չտային ասելու էին չենք տալիս։ Այ կա ուժ, որին անվերապահ կա, որի հետ անվերապահ կգործակցեք։ Ընդդիմության մեջ չէ, առայժմ չունենք նմանատիպ ուժ, որ այսպես ասած անվերապահորեն մենք չունենք նմանատիպ։ Մենք դիտարկում ենք ընդհանուր ընդդիմությանը մի ուժ է սպահին, այսպես ասած, այն ուժերը, որոնք որ իրականում ընդդիմադիր են, մենք նորից եմ շեշտում, չենք բացառում մեր համագործակցությունը։ Ժողովուրդ, այդ ամենի մասին մի քանոր ուժ։ Իսկ եթե այդ փնտրտուքի մեջ ի վերջո չկարողանաք կողմնորոշվել, հնարավոր է ընդդիմությունը տապալի թեկոս իշխանությունը վերցնել է, եթե միասնական ուժերով հնարավորություն ունենա առավել ձայներ ունենալ, սակայն փնտրտուքը չստացվի, ու ստիպված ԿՊ-ն դառնալ իշխանություն։ Մենք բոլորս գնում ենք ընտրության եւ ունենք մի նպատակ։ Իսկ ձեր ասածը ես բացառում եմ, որ մենք չկարողանանք ինչ-որ համաձայնության գանք։ Իսկ նախընտրական քարոզչության ընթացքում հնարավոր խախտումներ, ճնշումներ նկատել եք եւ այսօր արդեն ձեր վստահված անձիկ ինչ են հաղորդում շտաբերի տեղամասերից խախտումներ կան։ Ես ճիշտ ասած հələ չեմ գնացել մեր շտաբ, իսկ մեր մոտ ստեղ առայժմ այտենց ընտրախախտումներ չեն արձանագրել մեծ ընտրախախտում։ Իսկ նախընտրական քարոզչության ընթացքում Դե պասիվը չեմ կարող ասեմ, պասիվ է թե չէ, օրը նոր է բացվել, ցույց կտա էլի ժամանակը։